जिंदगी प्यारी थी Sari usin, sirun lusin, sirun lusin, sari usin, sari usin, sirun lusin. Պունամջի, ինչ կասես։ Սա իսկական երազ է։ Ասում է, չէ, կգա օր այո, մարդիկ նրանից ինքնագիր կխնդրեն։ Թափկի դիդի, հաջողություն քեզ։ Շուտ լրիր։ Եղբայր, ողջույն։ Դա աղջիկս է։ Նրա հետ կարող եք հաղորդումից հետո ծանոթանալ։ Ես շատ խելացի աղջիկ ունեմ, շատ խելացի։ Լավ։ Վիվեկ, ամեն ինչ պատրաստ է։ Այո, տիկին, պատրաստ եմ։ Լավ։ Թափկի, պատրաստ ես։ Այո, տիկին։ Ձայնը, տեսախցիկը, գնաց։ Լսիր, մի նկարիր, ձևացրուտ է նկարում ես, մենք ոչինչ էլ չենք նկարանում։ Եղավ, սա ուրիշ բան է, պարզ է։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Սա մեր հատուկ թողարկումն է, որը կոչվում է «Կյանքը շարունակվում է»։ Կան մարդիկ, որոնք արատներ ունեն։ Եվ այդ արատները մեծ դժվարություններ կարող են առաջացնել նրանց կյանքում, բայց կան նաև մարդիկ, որոնք այդ թերություններն առավելության են վերածում եւ շատ մեծ բաների են հասնում։ Բոլորը չէ, որ այդ բանին ընդունակ են։ Մենք այսօր ձեզ կներկայացնենք մի այդպիսի անձնավորության, որն ամեն օր մաքարում է, որ հաղթի։ Եվ այսպես, ողջունեք Օրիորդ Թափկիին։ Օրիորդ Թափկի, ինչ եք զգում այստեղ նստած։ Ինձ համար շատ հաճելի է։ Մտքովս երբեք չի անցել, որ կարելի է այստեղ նստել ձեզ բոլորիդ հետ։ Մենք տեսնում ենք, թե դուք ինչքան եք ուրախ։ Բայց ամեն դեպքում մարդիկ ուզում են ձեզ հարց տալ։ Դուք ինչ արատ ունեք։ Ես մի քիչ կազում եմ։ Դա մի քիչ չէ, շատ է։ Եվ մենք դա տեսնում ենք։ Բայց ասեք, երբ է դա հատկապես սաստկանում։ Երբ այնպիսի մարդկանց շրջանում եմ, որոնց չեմ ճանաչում, եւ երբ մարդիկ մատնացույց են անում իմ թերությունը։ Ուրեմն ուզում եք ասել, որ դուք շատ բաների միջով եք անցել, մինչև հասել եք այստեղ։ Այո, դա շատ դժվար է եղել, բայց ընտանիքս միշտ իմ կողքին է եղել։ Ձեր ընտանիքն էլ այսօր ձեզ հետ է, չէ՞։ Բայց ես լսել եմ, որ ձեր հայրն ամեն ինչ կորցրել է։ Նա անշարժ գույքի գործակալ է, այսինքն միջնորդ է։ Նախ ասեք, երբ մարդիկ ծաղրում են ձեզ կամ էլ այնպիսի բաներ են ասում, որ դուք վիրավորվում եք կակազելու համար, չեք ամաչում։ Այսինքն, դուք չեք ամաչում, որ կակազում եք։ Ինչ, այդպես չէ։ Բայց ինչու պետք է ամաչեմ։ Չեք ամաչում։ Ինչու։ Չէ, որ ձեզ դանդաղեցված կինոյի դերասաններ են անվանում։ Գերադասում են, որ լռեք, որ իրենց նյարդերի վրա չազդեք։ Այդպես է, չէ։ Ես լսել եմ, որ ձեր անունը Թափկի է, որովհետև մինչև ձեր ուսը չեն թփթփացնում։ Չեք կարողանում խոսել։ Պարոն Դրուվնը։ Այո, պարոն, Վիվեկ, որտեղ ես ակշեն։
Վաղուց եմ փորձում կապվել նրա հետ, բայց Ես կուզեի մեր հանդիսատեսին մի բան էլ ասել։ Թափկին մի քանի շուտ ասելուկ է սովորել, որոնք արտաբերելիս մեզ նման նորմալ մարդիկ անգամ սկսում են կակազել։ Վիվեկ, ի՞նչ անում Սաքշին։ Իսկ Թափկին։ Պարոն Հիմատիկին Սաքշին կասեն, որ ձեզ զանգի։ Չհամարձակվես հեռախոսն անջատել։ Հիմա այդ շուտ ասելուկները կարտասանեք։ Միայն թե հանկարծ չկակազեք։ Միանգամից կասեք։ Սարի ուսին, սարի ուսին, սիրուն լուսին, սարի ուսին։ Սարի ուսին, սարի ուսին, սիրուն լուսին, Մի անգամ էլ փորձեք։ Կարող է լավ ստացվել։ Ճիշտ չէ։ Ես ճիշտ եմ, չէ։ Նա ավելի լավ էլ կարող է։ Թափկին մի ժամ պարապել է։ Սարի ուսին Սիրուն Սիրուն լուսին Թափկի, մինչև ասեք լուսինն ու հանդիսատեսը կքնեն։ Ես իհարկե ձեզ շատ եմ խղճում, որ դուք մի ժամ պարապելուց հետո էլ չկարողացաք շուտ ասելուկն ասել։ Դա ձեր արատն է։ Ոչ ոք քեզ օգնել չի կարող։ Եվ դրանով ավարտվեց Թափկիի գործունեությունը։ Բայց ամեն ինչ սրանով չի վերջանում։ Իդեպ, ես կուզեի հարցնել, ինչպես եք գնահատում Թափկիի կակազելը։ Թափկին միայն դրանով չենք կարող դատել, որովհետև Թափկին գեղեցիկ է, կրթված և լավ է անում իր գործը։ Դե ինչպես կգնահատեք Թափկիին։ Այո, դուք։ Ես նրան 10-ից 10 կտայի։ Իսկ դուք։ Մաքուր 10։ Շատ լավ է։ Վատ չէ Թափկի։ Դուք։ Ես էլ Թափկին 10-ից 10 կտայի։ Օ, Թափկի։ Տեսնում եմ, որ Թափկին դուր է եկել բոլորին։ Վատ չէ։ Ես մի հարց էլ ունեմ։ Բայց միայն ձեզ երեքիդ։ Կամուսնանաք Թափկիի հետ։ Իմ հարցը ձեզ է ուղղված։ Ամուսնանալ։ Այսինքն ինչպես կարող եմ ամուսնանալ նրա հետ։ Ծնողներս չեն համաձայնի։ Դուք կամուսնանաք նրա հետ։ Ես սիրով հեռվից կնայեմ նրան, բայց ամբողջ կյանքս չեմ կարող նրա նման աղջկա հետ անցկացնել։ Ներեցեք։ Դուք շատ ուրախ եք եւ նրան 10 միավոր էիք տվել։ Եվ հաստատ կամուսնանաք նրա հետ։ Ասացեք։ Մարդուն գնահատելը մի բան է, բայց ինչ եք կարծում։ Ես խելքս լրիվ կորցրել եմ, որ ամուսնանամ կակաազ աղջկա հետ։ Ես կծերանամ, ինչև նա նախադասությունը վերջացնի։ Ես կծերանամ, ինչև նա մի նախադասություն վերջացնի։ Տեսակ, բոլորը հիացած խոսում են նրա մասին, բայց երբ հարցնում եմ ամուսնանալու մասին, հիշում եմ, որ նա կակազում է։ Թափկի, ահա ձեր կյանքի ճշմարտությունը։ Այսօր այստեղ են նաև Թափկիի ծնողները։ Նամաստե։ Ես միայն ուզում եմ հարցնել, որ երբ փեսաները հրաժարվում են Թափկիի հետ ամուսնանալ,
երբ նրան լքում են ու հեռանում։ Ինչպես եք ձեզ զգում։ Մի թողեք ու այսպես գնացեք։ Դու գիտեք, թե ինչքան վիրավորական է հարսնացուի համար, երբ նրան հարսարիքի օրով լքում է։ Ոչինչ, Թափկիի մայրն է։ Նամաստե։ Ես ուզում եմ Թափկիի իսկական անունն իմանալ։ Ինչ է Թափկիի իսկական անունը։ Վանի։ Այս ինչ է։ Թափկիի մայրն էլ է կակազում։ Ներեցեք, ես կատակում էի։ Բայց նա շատ գեղեցիկ անուն ունի։ Վանի։ Ինչ եք մտածել, որ այդպես եք անվանակոչել նրան։ Մտածել եք, որ գիտության աստվածուհի Սարասվատին է նրա մեջ մարմնավորելու, բայց այդպես չեղավ, որովհետև նա մանկուց սկսել էր կակազել։ Տիկին, ինչ եք ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Դու կարող ես մարդկանց ներկայանալ ինչպես խելքիդ փչում է, բայց իրականում զրո ես։ Եվ միշտ ես այդպիսի եղել։ Ես նոր իմացել եմ, որ նրա փեսացունել է փախել հարսանիքի ժամանակ։ Դրա պատճառով էլ այդ հարսանիքը նրա խայտարակությունն է դարձել, նրա ամոթը։ Ինչ եք անում, ինչ է այստեղ կատարվում։ Պարոն, սա… Ինչ է կատարվում, ինչպես կարող եք։ Ես հասկանում եմ, նստեք, խնդրում, սա ուղիղ եթեր է, նստեք։ Խնդրում, նստեք, հանգստացեք։ Բարեկամներ, եւ ոչ միայն սա։ Թափկիի կակազության հետ կապված խնդիրը կործանել են նաեւ նրա ընտանիքին։ Խոսիր Թափկի, բոլորին ասա, որ դու քո ամբողջ ընտանիքը կործանել ես։ Ասա, քո պատճառով ընտանիքդ փողոցում է հայտնվել։ Դու կործանում ես բոլոր նրանց, ում հետ գործ ես ունենում։ Միշտ մի բան հիշիր։ Դու միշտ այսպիսին ես լինելու։ Քո կյանքում երբեք ոչ մի բանի չես հասնելու։ Մի էլ երազիր, թե կյանքում մի նորմալ բան ես ունենալու։ Դու կորցնելու ես նույնիսկ այն, ինչ ունես։ Եվ ոչ մի հաղորդում էլ ցույց չի տրվելու։ Անջատեք։ आंसुओं ने कहा दिल की सुनी है पलके मूंदी निकल गए दिन के हैं थोड़े उम्मीदें हैं जोड़े जिंदगी मुस्कानों को टोके दे दो ना फिर से वही थप 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 की थप 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 की थप 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 की प्यार की थप 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 की थप 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 की थप 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 की प्यार की Նա ղեկավար է։ Դա նշանակում է, որ իրեն ամեն ինչ կարելի է։ Այդպես է հայրիկ։ Թափքի աղջիկս, մենք գուցե շատ թերություններ ունենք, բայց ինքնասիրություն ունենք։ Դու չես աշխատի մի տեղում, որտեղ քեզ չեն հարգում։
Թափքի մայրն եք։ Այո, Նամաստե մորակույր։ նամաստե։ Ինչու եք դրսում կանգնել։ Ներս եկեք։ Ներս եկեք, պարոն։ Նստեք, խնդրեմ, պարոն։ Ինչ եք անում այստեղ։ Ավելի լավ կլիներ ինձ կանչեիք, պարոն։ Նստեք, ինչու եք կանգնել։ Թափքի ինձ չես ծանոթացնի բոլորի հետ։ Այո, սա հայրս է։ Նամաստե քերի։ Նամաստե։ Պարոն, սա մայրս է։ Սա էլ քույրս է, Ադիտին։ Ողջույն։ Պարոն, սա փոքր եղբայրս է, Շուբը։ Սա այն տղան է, որ այսպիսի վիրակապ ուներ փոքր ժամանակ։ Ողջույն Շուբ։ Շուբ։ Շուբ, բարևիր։ Դուք իրոք այստեղ եք։ Պոնամ ջի, մի բան բեր դրոջի համար։ Լավ։ Նրան տուր իմ մանգոյի հյութը։ Ես միայն մի կում եմ խմել։ Ներեցեք, պարոն։ Ես ասել էի, որ նա ձեր մեծ երկրպագուն է։ Դրա համար էլ այսպիսի բաներ է ասում։ Շուբ, արի այստեղ։ Նստիր կողքիս։ Ես իրոք կարող եմ ձեր կողքին նստել։ Այո, արի նստիր։ Վերցրեք տղաս, մանգոյի հյութ խմեք։ Դիդի, հեռախոսը տուր։ Հեռախոսը։ Ինչի՞դ է պետք։ Տուր, դիդի։ Պարոն, կարող եմ ձեզ հետ նկարվել։ Ես այս նկարն ագրայի ընկերներիս եմ ուղարկելու։ Թող նրանք էլ իմանան, թե այսօր ում հետ եմ ծանոթացել։ Պարոն, դուք ինձ չասացիք, թե ինչպես եք եկել այստեղ։ Մի գործ կար։ Եվ ես պետք է դա անեմ։ Դրա համար ես ուղղակի պարտավոր էի գալ այստեղ։ Այնինչ այսօր եղել է ստուդիայում շատ վատ էր։ Որպես ընկերության տնօրեն իմ պարտքն է Թափքիից ու ձեր բոլորից ներողություն խնդրել աշխատակիցներիս անունից, նրանց սխալ պահվածքի համար։ Ներեցեք։ Եթե հնարավոր է, ներեցեք խնդրում եմ։ Թափքի։ Ներիր։ Պարոն, ինչու եք այդպիսի բան ասում։ Քերի, ես միայն մի խնդրանք ունեմ։ Ուզում եմ Թափքին մի որոշ ժամանակով ստուդիա տանել։ Ես մի կիսատ մնացած գործ ունեմ, որն ուզում եմ վերջացնել։ Միայն Թափքին կարող է դա անել։ Այս բրիթը այսօրվա է։ Այս ինչ է։ Ես քեզ անակնկալ էլ չեմ կարող մատուցել։ Վերցրու։ Կեր քո սիրած բլիթը։ Այո, բայց ինչ հատուկ առիթ կար սրանից պատրաստելու համար։ Ես այնքան երջանիկ եմ։ Գիտես, այն ինչ մեր տանը վաղուց չէր պատահել։ Այսօր պատահեց։ Դու եւ Դրուվը միասին տաճար եկաք։
Ես այնքան ուրախ եմ դրա համար։ Գեր։ Այո, Թափկին այդպիսին է։ Քեզանից հետո միայն նրան է, որին չեմ կարողանում մերժել։ Թափկին դու էլ ես հավանում։ Ով չի հավանի նրա նման դասարակված, ավանդապահ աղջկան։ Թափկի մեջ կա այն ամենը, ինչ ես կուզեի իմ աղջկա մեջ տեսնել։ Ներս արի Թափկի։ Ոչ ոք ոչինչ չի ասի։ Ես այստեղ եմ։ Քյարի մորակույր, եկեք, նստեք այստեղ։ Արի Թափկի։ Տեսախցիկները միացրեք։ Բոլորը նստեն իրենց տեղերը։ Ասացի, միացրեք տեսախցիկները։ Բարի գալուստ մեր հատուկ թողարկում, որն այսօր յուրահատուկ հյուր ունի։ Նա իր ջանասիրությամբ ամեն անգամ հաղթող է դուրս գալիս իր թերության հետ պայքարից։ Նա իր պարտությունը հաղթանակի է վերացել։ Նա գլուխ է խոնարհում միայն ազնիվ աշխատանքի առաջ, բայց երբեք իր թերության։ Բարի գալուստ մաղթեք շատ խիզախ եւ շատ շնորհալի այս աղջկան, որն այդքան նման է մեզ, բայց եւ այնքան տարբեր է մեզնից։ Թափկին։ Հիմա ազգային հեռուստատեսությամբ ասա, որն է այն թերությունը,
որը դու չես տեսնում, բայց ամբողջ աշխարհը մատնացույցանում։ Չէ՞ որ ձեզ դանդաղեցված կինոյի դերասաններ են անվանում։ Սարի ուսին սիրուն, Մինչև ձեր ուսը չեն թփթփացնում, չեք կարողանում խոսել։ Սարի ուսին սիրուն, Բայց այդպես չեղավ, որովհետև նա մանկուց սկսել էր կակազել։ Դա այնպիսի արատ է, որ ոչինչ հնարավոր չի անել։ Թափքի։ Ասա։ ոչ պարոն։ Հիմա չէ։ Թափքի։ Խնդրում եմ։ Ես կակազում եմ։ Դա այնքան աննշան թերություն է, բայց մարդկանց կանխակալ մտածելակերպի պատճառով այնքան է ուռճացվում։ Մենք միայն թափքի թերությունն ենք տեսնում։ Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ տաղանդներ ունի թափքի։ Դուք պետք է իմանաք, թե իրականում ինչերի է ընդունակ թափքին։ Եկեք մի մրցույթ անցկացնենք։ Մեր ամենանոր աշխատակցի թափքի եւ մեր ընկերության ամենաավակ ու փորձառու աշխատողներից մեկի՝ Սաքշիի միջև։ Սաքշի, մոտեցիր։ Եկեք սկսենք ընդհանուր գիտելիքները ստուգելուց։ Սաքշի, ասա, ով է աշխարհի ռեկորդ սահմանել համատեղ ու միաժամանակ յոգայի վարժություններ անելով։ Դրով ես։ Թափքի։ Պարոն, Հնդկաստանը։ Յոգայի համաշխարհային օրվա կապակցությամբ 35,985 մարդ միաժամանակ յոգայով է զբաղվել։ Դա ճիշտ պատասխանն է։ Սաքշի հաջորդ հարցը։ Ինչպես է ծագել News Bar-ը։ Դրով, ինչպես պետք է ծագեր։ Մյուսը նորություն է։ Դա իր մեջ ինչ գաղտնիք կարող է պարունակել։ Թափքի։ Պարոն, News-ը հետևյալ կերպ է կազմավորվել։ N-ը նորթն է, հյուսիսը, E-ը east, արևելքը, W-ն west-ն է, արևմուտքը, S-ն south, հարավը։ Դա ճիշտ պատասխանն է։ Սաքշի արեգակն ինչ քիմիական բաղադրություն ունի։ Թափքի։ Պարոն, արեգակը կազմված է ջրածնից, հելիումից, ազոտից, սիլիցիումից, թթվածնից, ածխածնից, երկաթից ու ծծմբից։ Դա ճիշտ պատասխանն է։ Լավ, ես ավելի հասարակ հարց կտամ։ Որն էր առաջին հնչյունային ֆիլմը։ Երբ է թողարկվել։ Թափքի։ Պարոն, առաջին հնդկական հնչյունային կինոնկարը կոչվել է Ալամարա։
Պարոն, դա արտադրվել է 1931 թվականի մարտի 14-ին։ Միանգամայն ճիշտ է։ Սրանով է առանձնանում թափկին։ Նա ամեն ինչ գիտի։ Չնայած նա կակազում է, բայց իր կամքի ուժով, իր թարմ գաղափարներով կարող է ցանկացած հարց լուծել։ Թափկի, դու ծանր փորձություններից հետո ես այստեղ հայտնվել։ Հանդիսատեսին պատմիր, թե ինչ ուղի ես անցել մինչև այստեղ։ Թափկի, խնդրում եմ խոսիր։ Ինչպես ես Ագրայից եկել այստեղ։ Պարոն, դա իրոք շատ ծանր ճանապարհ էր։ Չատուրվերդի Սահաբի դուստրը արևի պես գեղեցիկ է։ Արվեստագիտության քոլեջն է ավարտել, այժմ անշարժ գույքի գործակալ է։ Ով կուզի ամուսնանալ Թափկի հետ, թող ձեռք բարձրացնի։ Մենք քո հարսանիքի համար վարկ էինք վերցրել, եւ այդ վարկը մեզ փողոցում է թողել։ Հայրս Ինչ կասես նրա մասին, Թափկի։ Պատմիր օրդ մասին։ Պատմիր քո ընտանիքի մասին։ Դա հետաքրքրում է հեռուստադիտողին։ Հայրս ու ընտանիքս միշտ իմ կողքին են կանգնել։ Հայրս այնքան բան է արել ինձ համար։ Չեմ կարծում, որ երկրորդ այդպիսի հայր կգտնվի, որ այդքան նվիրված լինի զավակներին։ Ես լսել եմ, որ ձեր հայրն ամեն ինչ կորցրել է։ Նա անշարժ գույքի գործակալ է։ Այսինքն միջնորդ է։ Նա գործակալ է։ Անշարժ գույքի գործակալ, բայց ոչ ոք չի ուզում հասկանալ, պարոն, թե նա ինչքան ջանք է թափում, որ մարդիկ իրենց երազանքների տունն ունենան։ Նա այդպես է իր ապրուստը վաստակում։ Հայրս միշտ սովորեցրել է, որ ցանկացած աշխատանք հարգանքի է արժանի։ Բայց պարոն, բոլորը վերևից են նայում նրա մասնագիտությանը։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։